Սիրելիներս, ողջույն, այսօր կարտոֆիլով և մսով շատ համեղ ընտրիկ ենք պատրաստելու։ Դե ինչ, մինչ սկսելը սրտիկեք այս հոլովակը ու անցնենք գործի։ Խոզի միսը բաժանում ենք շատ բարակ շերտերի, միսը ցանկալի լինի սառը վիճակում, որպեսզի հեշտ աշխատենք։ Այնուհետև նախապես մաքրած ու լվացած կարտոֆիլի վրա այսպիսի կտրվածքներ ենք անում։ Որից հետո կարտոֆիլը լցոնում ենք մսով, ինչպես որ տեսնում եք հոլովակում։ Կարտոֆիլն ու միսը դնում ենք ջեռոցի տապակի մեջ ու ավելացնում համեմունքներ։ Ես ավելացնում եմ ըստ ճաշակի աղ, չորացրած ցիտրոն, մսի համար նախատեսված համեմունք, կարմիր քաղցր եւ աղացած սև պղպեղ։ Լցնում ենք մոտ 100 մլ բուսայուղ ու տապակը տեղափոխում ենք ջեռոց եւ ֆելում 240 աստիճանի տակ, մինչ պատրաստ լինելը։ Իդեպ խոզի միսը կարելի է փոխարինել ցանկացած մսով, օգտագործեք այն, ինչ որ ունեք ձեռքի տակ։ Մոտավորապես 1 ժամ անց մեր շատ համեղ ուտեստը պատրաստ է։ Դուրս ենք բերում ջեռոցից ու վայելում։ Հեշտ պատրաստվող, հագեցնող ու օրիգինալ ուտեստ է, որը վստահ եմ, որ կհավանեն բոլոր տան անդամները։ Այնպես որ պահպանեք բաղադրատոմսը ու փորձեք դուք էլ պատրաստել։ Անուշ բույր ընկել է ողջ տնով մեկ, ես գնում եմ համտեսել, իսկ դուք հենց այսօր էլ ընտրիքին կարող եք սա պատրաստել։ Իսկ եթե այս հոլովակը ձեզ դուր եկավ, չմոռանաք լայքել, կիսվել ձեր ընկերների հետ ու բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին։ Իմ էջում շատ հեշտ ու համեղ բաղադրատոմսեր կան։